Բարյոր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարանն եմ, նախընտրական պաշտոնական քարոզարշավի շրջանակում այսօր ես զրուցելու եմ ազգային ժողովրդավարական բևեռ կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար Գևորգ Կարապետյանի հետ, բարև ձեզ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ, որ ժամանակ գտաք խառը ժամանակահատվածում գալ այստեղ։ Պարոն Կարապետյան, մինչ զրույցը սկսելուց զգուշացնեմ, որ մենք ունենք 30 րոպե, 30 րոպեն ավարտին հասնելուց առաջ ես ձեզ կզգուշացնեմ, որ ժամանակը ավարտվում է 30 րոպեն հենց լրացավ, ես ձեզ ստիպված եմ լինելու ընդհատել, որովհետև բոլորի հետ աշխատում է այդ կանոնը։ Գնացինք։ Ուրեմն, պարոն Կարապետյան, ազգային ժողովրդական բևեռը ըստ էության միասնական է գնում ընտրություններին, ունի սեփական ծրագիր, հայեցակարգ ավելի ճիշտ, որը կոչվում է նորարար ազգ, ստարտափ պետություն հայեցակարգ։ Ինչ է իրենից ներկայացնում այդ հայեցակարգը։ Եթե ուշադիր լինեք, արդեն 8 տարի շարունակ հիմնական մեր առաջարկներից հենց այդ դրույթը չի փոխվել, որովհետև մենք հանդես ենք գալիս այս երկար տարիներ շարունակ որպես հակահամակարգային քաղաքական ուժ միավորում բևեռ եւ նոր որակի ազգ խոսույթը դեռևս ձևավորվել է 2012 թվականից նախախորհրդարանից սկսած։ Իր մեջ ինքը բազմաթիվ դրույթներ, բազմաթիվ բաղադրիչներ է պարունակում, դրանցից առավել արտահայտիչը, ավելի երևացողը այս վերջին շրջանում մենք շատ ենք շեշտում ազգ բանակ պաշտպանական համակարգն է, որը իրոք բերելու է նոր որակի ստարտափ ազգ մակարդակի վրա մեզ շատ ենք շեշտել, որ դա նման է նաև շվեյցարական մոդելի պաշտպանական համակարգին, բայց դա հիմնականում նմանեցնում ենք, որպեսզի ավելի կարճ ներկայացնելու ձև ունենանք, քանի որ դա բավականին շատ ծավալուն երևի մի 3-4 ժամը չհերիքի մի հաղորդման մեջ չհերիքի, որպեսզի դրա ինչ որ մի դրույթը ներկայացվի դետալ առ դետալ, ինչ է նշանակում իրենից, ինչ է ներկայացնում իրենից ազգ բանակ պաշտպանական համակարգը, որը երկար ու ձիգ տարիների քննարկումների արդյունքում ստացված եւ իրականում ամենաանհրաժեշտ պաշտպանական միջոցն է, որը որ հույս ունենք պետք է կիրառենք։ Որպեսզի այդ ազգ բանակը լինի, դրա հիմքում պետք է լինի նաև տնտեսություն, այսպես առողջ, մրցունակ եւ բավական մեծ ամենայն դեպս։ Տնտեսության դաշտում, տեսեք, դուք բարբերաբար ձեր հարցազրույցներում էլ նաև մինչ քարոզարշավը ասում եք, որ Հայաստանի տնտեսությունը մեծապես կախված է տրանսֆերներից, հանքարդյունաբերությունից եւ ԵԱՏՄ-ից։ Դուք ուզում եք այդ վիճակը փոխել, ինչպես։ Մենք տնտեսության առումով ունենք նաև նախաբան այդ ամեն ինչին, այսինքն եթե չլինի պարարտ համապատասխան միջավայր, այսինքն անվտանգային միջավայր, որը պետք է նպաստի այդ տնտեսության զարգացմանը, որովհետև մենք տեսել ենք, այսինքն եթե սոցիալական հարցերը լուծում ես, բայց անվտանգային ռազմավարական հարցերը բացի թողի վիճակում է, տնտեսությունը երկար կյանք չունի եւ կայուն չի ընդամենը եւ վերջ։ Մենք այս ընտրություններն էլ, նախորդ ընտրություններն էլ միշտ դիտարկել ենք որպես քաղաքական ընտրություն, իսկ սոցիալական այդ ենթակառուցվածքների մնացած փոքր հարցերը, որը իրոք շատ փոքր հարցեր են, ինչ վերաբերում է անվտանգությանը, մեր ինքնիշխանությանը, սակայն մենք ունենք հստակ ծրագիր, հստակ պատկերացում ունենք եւ տնտեսության, եւ անվտանգային առումով, եւ էներգետիկ անվտանգության եւ մեկ կողմից կախվածություն չունենալու։ Տեսեք, օրինակ շատերը շեշտում են ատոմակայանի հարցը, մենք այն բացառիկ եզակի միակ քաղաքական ուժերից մեկն ենք, որ անընդհատ շեշտում ենք, որ կա դրա փոխարինողը, այսինքն կանադական կանդու ռեակտորներով, դյուպիկ պրոցեսորով աշխատող, ոչ հարստացված ուրանով աշխատող ռեակտորներն են, շատ տեղերում այս մեր ատոմակայանի համար երբ այդ թափոնները առաջանում են, այդ թափոնները նրա համար այդ վառելիք են, այսինքն անվտանգության առումով ինքը եւս արդյունավետ է։ Տնտեսության առումով ես կշեշտեմ մի բան, որը նպաստելու է տնտեսության զարգացմանը, դա արդարության հաստատումն է։ Եթե երկրում արդարություն հաստատված չի, ինստիտուտները անկախ չեն գործում, այսինքն դատական համակարգը, հարկայինը,
ընտրովի չեն աշխատում, ապա այդտեղ տնտեսության զարգացման մասին խոսելը ինձ թվում է մի քիչ չափազանցություն կլինի։ Մենք նաև եթե խորանանք, խոսենք նաև լյուստրացիայից, նաև մակրազերծումից, հենց քաղաքական, տնտեսական, այսինքն տնտեսության հետ հասկանանք, հետո կանցնենք արդեն մի քիչ ավելի։ Մենք կողմ ենք երկկողմանի հարաբերություններին ավելի շատ, որովհետև շատերը շեշտում են ԵԱՏՄ կամ Եվրոմիություն, բայց տեսեք, մենք ունենք Եվրոմիության հետ ՍԵՊԱ-ն, որը չի գործվել, բայց արդեն քննարկված, խորհրդարաններով հաստատված, պատրաստի կարելի ասել, ուղղակի ոնց որ գործի գցեն ընդամենը, իսկ ԵԱՏՄ-ի մասով խոստովանենք, որ մենք Ռուսաստանի հետ երկկողմանի ավելի շատ պայմանագրեր ունենք, օրինակ դիցուկ օրինակ ուզբեկական գյուղմթերքը ավելի լայն տարածում ունի ռուսական շուկայում, քան մենք որպես ԵԱՏՄ երկիր Հայաստանինը, որը ցանկացած քաղաքացու համար դա տեսանելի է։ Ինքը ԵԱՏՄ երկրի կազմում չի, բայց իր գյուղմթերքը ավելի անխոչնդոտ, ավելի դյուրին է վաճառվում ռուսական շուկայում, քան ԵԱՏՄ երկրի, որի ֆուրերը, չգիտես, շաբաթներով կանգնում են, գյուղմթերքը փչանում է, տարբեր ձևի ճնշումներ է գործադրվում մեր վրա։ Մի խոսքով, մենք կողմ ենք արժանապատիվ երկկողմ հարաբերություններին եւ կախվածությունը չթողնել մեկ կողմի վրա, որպեսզի ընտրության, մրցակցության հնարավորություն լինի։ Հիմա դուք վաղը եկել եք իշխանության, հա, պայմանական եմ ասում։ Ինչպես եք դա ապահովելու, ասենք, չգիտեմ, Ռուսաստանցի ինչ-որ մեկին անուններով չասեմ, ասել ես հլարից նստի, մի հատ հասկանանք ինչ ենք անում, ոնց ենք անում, հա։ Չէ, տրամաբանությունը այսպես, երկխոսությունը պետք է լինի քաղաքական եւ հիմնված լինի մեր ազգային պետական շահի վրա հիմնված, այսինքն մեր ցանկություններով, մեր ուզածով, մեր պատկերացրածով չի կառուցվելու այդ հարաբերությունները, նաեւ դիմացի կողմին, հա, ասում են տանգոն երկուսով են πάρում, այդ նույնը կարող է վերաբերվել նաև խաղաղության գործընթացին, մնացած բոլոր գործընթացներին պետք է երկկողմանի այդ ցանկությունը եւ սկզբունքը լինի, առանց մեր պատկերացումների կամ մենք ինչպես ենք պատկերացնում։ Մենք փորձում ենք ստեղծել մի այնպիսի շուկայական, այնպիսի քաղաքական, այնպիսի տնտեսական հարաբերակցություն ամբողջ աշխարհի հետ, բայց հիմնականում մեր շահերը համընկնող պետությունների հետ, որպեսզի չստորադասվի մեր ազգային եւ պետական շահը, սա շատ կարեւոր է։ Եվ բնականաբար հանդիպելու ենք շատ մեծ դժվարությունների, եթե դուք նշում եք մենք գանք իշխանության, իհարկե շատ մեծ դժվարությունների, որովհետև այսօր բոլոր լծակները հայտնվել են մեկ ուղղության վրա եւ դա իրոք մեր ազգային անվտանգության համար մեծ սպառնալիք է, քանի որ մեկ կողմից կախվածությունը նաեւ բերում է այսպիսի իրավիճակների, երբ մարդկանց դնում են երկընտրանքի առաջ, այսինքն իբրև թե չկա ընտրություն եւ սա է ամենավերջնակետը եւ սա է ձեր միակ ընտրությունը։ Սակայն մենք այդպես չենք կարծում, մենք կարծում ենք, որ մենք ներուժ ունենք ստեղծելու նոր հարաբերություններ, նոր միջավայր, նոր որակներ ունենանք, մի խոսքով չենք սահմանափակվում մենակ մեկ կողմի վրա կամ դրա շուրջ ընտրություն կատարելու վրա։ Որքանով որ ես հասկացա ձեր ծրագրից, հիմնական դրույթներից մեկը այդ իրավահավասարության գործընկերների հետ իրավահավասարության ապահովման դուք դիտարկում եք հյուսիս-հարավ տնտեսական միջանցքի ակտիվացում։ Այո։ Ճիշտ եմ ասում։ Այո։ Հիմա հյուսիս-հարավ միջանցքի հետ կապված այսպես տարբեր տեսակետներ կան, որովհետև եթե գնում ենք այն տրամաբանության, որ ինքը խաչմերուկ է, այդ խաչմերուկը միտեղ հատվում է, հա, այդ հյուսիս-հարավը հատվում է արևելք-արևմուտքի հետ։ Արևելք-արևմուտքի հետ կապված մենք ունենք թրիփ։ Հիմա ըստ ձեզ, ընդ որում շատ են այդ գնահատականները, եթե թրիփը կա, այն մեկը չի աշխատելու, որովհետև Իրանի հետ կապված խնդիրներ կան, Միացյալ Նահանգների Իրան հարաբերություններում եւ այլն, շատերը ասում են, չէ, այնտեղ համադրման տրամաբանություն կաշխատի։ Ինչպես եք պատկերացնում այս հանգույցի աշխատանքը։
Շնորհակալություն հետաքրքիր հարցի համար։ Իրոք մենք մեր կանխատեսումների մեջ շատ դեպքերում նաև ճիշտ ենք դուրս եկել։ 2021 թվականին մենք սրա մասին խոսել էինք հյուսիս-հարավի եւ հնդ-եվրոպական այդ ռազմավարական, տնտեսական 4-րդ արդյունաբերական հեղափոխության մասին էլ ենք խոսել, որը չգիտեմ եւ հնարավոր է հիմա էլ այդքան հասկանալի չի, բայց պիտի որ արդեն հասկանալի լինի, քանի որ շատ դրույթներ արդեն իրականություն են դարձել։ Ես ասեմ, որ ոչ թե այդ խաչմերուկը փոխգործակցության, այդ խաչմերուկը փոխզսպման եւ մրցակցային է։ Իսկ ինչ վերաբերում է թրիփին, մենք թրիփը որպես քաղաքական ուժ եթե լինենք իշխանության, մենք դա չենք ընդունում, ցանկացած արահետ, ցանկացած, չգիտեմ, 1 սանտիմետր մեր երկրի տարածքով պետք է լինի 100%-ով մեր ինքնիշխանության, մեր ուժային կառույցների վերահսկողության տակ եւ մեր գերիշխանություն, մեր սահմանադրությունը այդտեղ լիարժեք պետք է գործի, սա միանշանակ է։ Մենք ոչինչ չենք շահում իրականում այս թրիփի հարցով, ուղղակի Ադրբեջանը իր վերահսկողության տակ անցած մի տարածքից մյուս տարածք խոչընդոտ անցուդարձ է անելու առանց մեր հսկողությունը հաշվի առնելու։ Եթե նույնիսկ այդ թրիփի գործարքը կայանար փոխարենը մենք ունենայինք Իրանով ներողություն դեպի Իրան Նախիջևանով էլի նույն պայմաններով, նույն իրավական պայմաններով ճանապարհ դեպի անխոչնդոտ դեպի Իրան, հնարավոր է իմ խոսույթը սրա մասին այլ կերպ լիներ եւ կարող է չհամաձայնվեի կամ համաձայնվեի մասամբ, սակայն այս դեպքում սա միակողմանի ընդհանրապես զիջում է Ադրբեջանը դա միջանցք է դիտարկում եւ իր գործողության մեջ այդ 40 կիլոմետրանոց միակողմանի գործակցությունը մի տարածքից մյուս տարածքի վրա մեծ օգուտներ չկա Հայաստանին կամ ընդհանրապես օգուտ չկա եւ այդ տրանզիտն էլ որ հաշվենք բաժանենք ամեն կիլոմետրի վրա ինքը շատ չնչին գումար է կազմում մանավանդ եթե 26%-ն եթե չեմ սխալվում մյուս բաժնեմասն էլ մասնավոր առնելով այն այսինքն հռչակագիրը եւ դրանից հետո արդեն երբ Վենսը այնտեղ ստորագրվեց այդ թրիփի համաձայնությունը Հայաստանի Հանրապետության հետ, այնտեղ բոլորովին այլ բաների մասին է խոսվում։ Ասում է, որ պիտի փոխադարձության սկզբունքը լինի, Հայաստանի ինքնիշխանությունը այնտեղ կասկածի ենթակա չէ, որ այդ ճանապարհը, այդ ձեր ասած Ադրբեջանի ակետից Ադրբեջանի բեկետ գնալու համար չէ, որ դա կենտրոնական Ասիան պիտի կապի Եվրոպայի հետ, մի քիչ ոնց եղավ, այսինքն բա ինչ ենք ստորագրել։ Այսինքն մի ջենտլմենական փաստաթուղթ ենք ստորագրել, ինչ որ մեկն էլ վկայություն է տվել այդ փաստաթուղթի։ Այդ լավ հռչակագիրը հասկացանք, բա հետո Երևանում ստորագրված արդեն Միացյալ Նահանգների մենք դեռևս հենց կամ գետնի վրա կամ խոսքի մեջ հնարավոր է ինչ որ տարբեր ձևակերպումներ լինի, բայց իրականում գետնի վրա մենք չենք տեսնում այդ հնարավորությունները Հայաստանի համար մանավանդ այս նախընտրական փուլում բոլորը ինչ որ ոսկե սարեր են խոստանում ականջահաճո ինչ որ բառերի շռայլություն են իրենց թույլ տալիս մենք դա մեզ թույլ չենք տալիս եւ մենք դիտարկում ենք իրերը այնպես ինչպես նրանք կան մեր տեսադաշտում եւ մենք փոխարենը գործող այդ Վենսը ասել է որ պետք է լինի փոխադարձություն բայց այդ փոխադարձությունը մենք որտեղ ենք նկատում ոչ միտեղ գրաստորագրած լավ հիմա անկեղծ էլի չեմ ուզում բանը վեճի դարձվի կարանք դրան չանդրադառնանք չէ ես նկատի ունեմ որ ես կապրենք կտեսնենք որ դուք ներկայացնեք ձեր քաղաքական ուժի ծրագրերը հիմա տեսեք ժողովրդավարական բևեռը այսպես դիրքավորվել է որպես արևմտամետ ուժ որը այնքան էլ բարյացակամ չի հյուսիսային մեր գործընկերոջ նկատմամբ ես ճիշտ եմ հասկացել Եվ որպես կանոն, երբ դուք ասում եք, որ պետք է արվի լուստրացիա եւ այլն, նկատի ունեք, որ այդ ագենտուրային ցանցը պիտի բացահայտվի։ Ոչ միայն ագենտուրային, հիմնականում լուստրացիան շատերը հասկանում են հենց մենակ գործակալներին, այդ շպիոններին բացահայտելը, բայց եկեք իրականության հետ առնչվելով հասկանանք, որ հնարավոր է եւ
գործակալների լիարժեք ամբողջական բացահայտում նաև տեղի չունենա, որովհետև մեր ձեռքը կարող է նաև չհասնի այդ արխիվներին, դրանք կամ ոչնչացված կամ երկրից ուղղակի դուրս հանած լինեն ժամանակին։ Այստեղ շատ ամենանշանակալի հարցը պետք է լինի իրավաքաղաքական գնահատականը անցած ժամանակաշրջանի համար։ Մենք չենք փորձում թշնամանալ որևէ գերտերության հետ կամ դիրքավորվել արևմտամ հետ, մենք այն ուժն ենք, որ այն քաղաքական ուժն ենք, որ չենք կաշկանդվել բոլոր աշխարհաքաղաքական բևեռներին քննադատելուց, հաշվի առնելով միայն մեր ազգային եւ պետական շահը, որովհետեւ շատերը մեզ փորձում են դիրքավորել որևէ կետում, անտեսելով ազգայինը, չէր նկատում, որ մենք նույն ջանասիրությամբ նաեւ արևմտյան որոշ գործընկերներին ենք քննադատել անխնա, նույնը դեսպանի վերաբերմունքը խոսքը ԱՄՆ-ի դեսպանի Ամուլսարի հարցով կամ Ռուսաստանի անգործությունը կամ որոշ թշնամական գործողությունները մեր երկրի, մեր ազգային պետական շահի հանդեպ, այսինքն մենք այն ժողովրդի ազգի ճիճն ենք, այն ազնվության ձայնն ենք, որը որ չի կաշկանդվել ընդհանրապես ճիշտը բարձրաձայնելու։ Կողմնորոշման հարցով մենք կողմ ենք հարաբերությունների գործընկերային վիճակին, ոչ թե տեր վասալ կամ տեր ու ծառա այս հարաբերությանը, որը որ մեզ այսօր բերել հասցրել է այս աղետալի վիճակին, կախված լինելով մի կետից, ստորադասելով շատ դեպքերում մեր ազգային եւ պետական շահը, մեր, չգիտեմ, շատ հարցեր։ Դրա համար մենք կողմ ենք, որ ազգային ժողովում պետք է լինի ազգային իշխանություն, ոչ միայն ազգային ներկայություն ունենա ազգային ուժ, իսկ ընդհանրապես որ ազգային իշխանություն ունենանք, Հայաստանը մեծ ներուժ, մեծ պոտենցիալ ունի դառնալ տարածաշրջանում լուրջ դերակատար, լուրջ սուբյեկտ։ Որպեսզի Հայաստանը տարածաշրջանում դառնա լուրջ դերակատար եւ լուրջ սուբյեկտ, ձեր ծրագրի առանցքային կետերից է այդ նպատակով։ Հայաստանի առաջին հանրապետության իրավահաջորդության ճանաչումը, ճիշտ եմ հասկացել։ Հիմա սա ինչ է ենթադրում, այսինքն դա տարածքային փոփոխությունների խնդիր է, դա ինչ որ իրավական պրոցեդուրաներ են որպես։ Մենք դիտարկում ենք, որ Հայաստանը պետք է լիներ, այսինքն պետք է 91 թվականին ինքը իրեն հռչակեր առաջին հանրապետության իրավահաջորդ, այսինքն մենք այն պետությունը չենք, որ ստեղծվել ենք սովետական միության փլուզման արդյունքում, այսինքն մենք ունեցել ենք պետություն, որը ունեցել է իրավունքներ, միջազգայինորեն ճանաչված իրավունքներ, որը օկուպացվել է, այսինքն դադարել է լինել միջազգային իրավունքի սուբյեկտ եւ սովետական միության փլուզման արդյունքում վերանկախացել է։ Մենք այդ առաջին հանրապետության իրավահաջորդությունից չպետք է վախենանք, որովհետեւ պետք է ուշադիր լինենք, տեսնենք, որ Վրաստանն էլ, Ադրբեջանն էլ իրենց հռչակել են սովետական միության փլուզման արդյունքում, իրենց հռչակել են առաջին հանրապետության իրավահաջորդ եւ սովետական շրջանը համարել են օկուպացիայի շրջան եւ այսօր ոչ ոք չի հարձակվում իրենց վրա, ոչ ոք չի հոշոտում, իսկ չգիտես ինչի մեր ներքաղաքական խոսույթի մեջ տարածված է այն միտքը, որ եթե մենք մեր իրավունքներին հանկարծ անդրադառնանք, մենք մեր իրավունքներին տեր կանգնենք, ամբողջ աշխարհը հարձակվելու է վրա։ Սա կարծում եմ թյուր ըմբռնում է, սխալ կարծիք է եւ միակ ճանապարհն է Հայաստանին այս պահին նաև կասեցնելու Ադրբեջանի, Թուրքիայի նկրտումները մեր նկատմամբ, մեր տարածքների, մեր իրավունքների, մեր մնացած ամեն ինչի նկատմամբ նախ կասեցում է, հետո միջազգային հարթակներում դրա պահպանումը, որպեսզի մենք ունենանք ինքնիշխանության շարունակականությունը։ Առանց դրա ընդունման չի լինելու ոչ ինքնիշխանություն, ոչ տնտեսական զարգացում, ոչ առավել եւս խաղաղություն։ Այդ խաղաղությունը պետք է խարսխված լինի անվտանգության վրա, այսինքն դրա հետևանքը պետք է լինի, դրա արդյունքը պետք է լինի, թե չէ բնության մեջ, ջունգլիների մեջ էլ չենք ասում, այս կենդանուն ինչի համար չեն ուտում, զուտ մենակ բարի կամքից ելնելով, չէ, այդ կենդանին ունի պաշտպանական որոշակի համակարգ, մեկը թույն, մեկը չանչեր, մեկը ժանիքներ, մեկը, չգիտեմ, ոհմակով է հանդես գալիս կամ խմբով, որպեսզի, այսինքն ինչ որ մի ձև իր պաշտպանական համակարգը, անվտանգային համակարգը ձևավորված է, այսինքն դա բնական պահանջ է մեր համար ձևավորել ազգային պետական եւ
ընդհանուր առմամբ նոր անվտանգային համակարգ, որպեսզի այդ խաղաղությունը լինի կայուն։ Թե չէ մենակ թշնամու բարեհաճության վրա, իր խղճի վրա հիմնել խաղաղության, այսպես ասած, հիմքերը, դա կայուն չի, դա ընդհանրապես քաղաքական պայմանավորվածությունների կարճատև, կարճաժամկետ մի էպիզոդ է, որը որ շատ կարճ ժամանակում կարող է փլուզվել եւ փլուզվել մեր բոլորիս գլխին։ Մենք դա ենք մերժում։ Ես ճիշտ եմ հասկանում, որ երբ մենք խոսում ենք առաջին հանրապետության իրավահաջորդության, ավելի ճիշտ դուք որ խոսում եք իրավահաջորդության մասին, այդ թվում նաև նկատի ունեք Սևրի պայմանագիրը եւ Վիլսոնի աշտարար վճիռը։ Հստակեցնեմ, Սևրի պայմանագրի 89-րդ հոդվածն է միայն Վիլսոնի իրավարար վճիռը, որը տեսեք ստեղծվել է նախ մեր հայ-ադրբեջանական սահմանը որոշվել է 1920 թվականի փետրվարի 24-ի Փարիզի վեհաժողովում ազգերի լիգայի կողմից զեկույց առաջարկի տեսքով նաև գծված քարտեզ կա, այսինքն միջազգային հանրությունը ճանաչել է Հայաստանի տարածքը այդ առումով եւ իրենց առաջարկով Ֆրանսիայի, Բրիտանիայի, Ճապոնիայի եւ Իտալիայի, այսինքն մասնակից երկրների առաջարկով Վիլսոնին առաջարկվել է ստեղծել, այսինքն կամ հաստատել իրավարար վճիռ մեր մասով եւ ազգերի լիգայի որոշումը կցվել է նաեւ հայ-թուրքական սահմանին Վիլսոնի իրավարար վճռին, որը մինչ օրս ուժի մեջ է, ինքը ոչ փոփոխման, ոչ խմբագրման, ոչ էլ ժամկետ ունի։ Ինքը նույնիսկ Միացյալ Նահանգների այսօրվա իշխանությունը իրավասու չէ կամ հնարավորություն չունի դա խմբագրելու։ Սա բոլորին հայտնի է։ Ցանկացած նախագահ կարող է մի օր գա, ասի գիտեք ինչ կա, ես տեր եմ դրան, հա։ Չէ, ես ոչ թե ես տեր եմ դրան, այլ աշխարհաքաղաքական փոփոխությունների նոր վերադասավորումների արդյունքում մենք եթե պահպանենք մեր իրավունքները, մենք հնարավորություն կունենանք երկարատև խորը ռազմավարական ոնց որ ժառանգություն ունենալ մի բանի համար, որը որ հետագայում կարող է նպաստավոր լինել մեր համար, մեր ազգի եւ մեր երազանքների համար։ Դա չի նշանակում միանգամից հարձակում կամ, որտեւ աշխարհում բազմաթիվ են օրինակները, որ մեկը մյուսի հանդեպ իրավունքները պահպանել է եւ առանց ռազմական գործողությունների ուղղակի բանակցային կամ նույնիսկ բանակցություններ էլ չեն ընթանում, ուղղակի իրավունքները պահպանված է եւ մարդիկ նույն Ճապոնիան Կուրիլյան կղզիների նկատմամբ իր իրավունքից չի հրաժարվել նույնիսկ կապիտուլյացիայից հետո եւ նման օրինակներ շատ կան նույնիսկ Եվրոպայում, հա, Նիդերլանդները իր սահմանադրության մեջ ամրագրել է, որ բրիտանական կղզիները իրեն են պատկանում եւ մինչ այսօր մենք չենք տեսնում այդ շատ խորը ռազմական գործողությունները Բրիտանիայի ու Նիդերլանդերի միջև նաեւ Գայանայի եւ Վենեսուելայի հարցը, որը որ 1800, այսինքն 19-րդ դարի հարցը, որը որ այդ ժամանակ բրիտանական կայսրության ճնշումներով էր ձևավորվել, այս պահին նաև միջազգային դատարանում քննվում եւ այդ հարցերն են քննարկվում։ Մեր իրավունքներին տեր կանգնելը դա միայն մեր անվտանգության հարցն է լուծելու, իսկ այս փուլում նաև կասեցնում է հետագա պահանջները, այդ անլուծելի կամ աղետալի պահանջները կասեցնող, այսինքն կանխարգելիչ մեթոդն է եւ միակ մեթոդն է ցավոք սրտի եւ էլի ցավոք սրտի մենք միակն ենք ամբողջ քաղաքական ներկապնակի մեջ, որ ունենք հստակ դիրքորոշում, որ Հայաստանը պետք է առաջնորդվի իրեն հռչակի առաջին հանրապետության իրավահաջորդ։ Մնացած սովետական իրավահաջորդության, այսինքն ապօրինության հիմքի վրա ստեղծված քաղաքական միտքը, չգիտեմ, տնտեսական, անվտանգային, իրականում շատ փուչիկ է եւ կյանք չունի։ Այս վերջի 8-10 տարին դա է հենց ապացուցել եւ մեր ճիչերը, մեր կանխատեսումները, մեր այսպես ասած աղաղակումները միայն դա են ապացուցել, այսօրվա աղետալի վիճակը շատ վառ օրինակ, խնդրեմ։ Այդ դեպքում ես չեմ կարող չհարցնել ձեզ, վաղը եկել եք իշխանության վարչապետի ձեր տեխնացուով, կառավարության կազմով եւ ասում եք այն ինչ որ դուք նոր ասացիք։ Այո։ Այդ դեպքում հարաբերությունները Ադրբեջանի հետ ինչպես է կառուցելու։ Այսինքն սահմանագծման, սահմանազատման գործընթացը դադարեցվում է այդ բայից սկսած, ճիշտ եմ հասկանում։ Չէ, էլի սկսելու ենք։
բայց արդեն միջազգային իրավունքի վրա հիմնված, որովհետև ներկայիս ինչ սահմանազատում, ինչ սահմանագծում կամ ինչ քարտեզների մասին որ խոսքը գնում է, դա ապօրինի է, միջազգային իրավունքի հետ որևէ աղերս չունի։ Իրենք հղում են անում Ալմատի հռչակագրին, բայց Ալմատի հռչակագրի մի կարճ դեկլարատիվ մի էջանոց մի բան է, սահմանների հարցով ընդամենը այնտեղ ասում է, որ այդ անկախացող մնում են իրենց, չէ, վարչականը նշված չի, գոյություն ունեցող սահմաններում, գոյություն։ Իսկ գոյություն ունեցող սահմանները շատ վիճարկելի է, որովհետև գոյություն ունեցող սահմանները դա պետք է հիմնված լինի միմիայն միջազգային իրավունքի վրա, այսինքն որ միջազգային իրավունքի հիման վրա է սահմանազատում ու սահմանագծում անում։ Մենք մեր իրավունքները կներկայացնենք, մենք կողմ ենք խաղաղ քաղաքակիրթ ճանապարհի։ Մենք մեր իրավունքները ներկայացնենք միջազգային դատարան, մեր տիտղոսը, ինչի մասին է մեր խոսքը։ Իրենք կողմ չեն։ Դե իրենք ընդհանրապես կողմ չեն հայկական պետականության գոյությանը։ Եթե ուշադիր նայենք, իրենք որևէ տարածքով, որևէ ինչ-որ չափորոշիչներով չեն ճանաչում մեր պետությանը, այսպես ասած, եւ իրենց հռչակել են մուսաֆաթական Ադրբեջանի իրավահաջորդը, որը որ շատ մեծ տարածքներ է իր մեջ ներառում, ի դեպի տարբերություն իրենց առաջին հանրապետության եւ մեր առաջին հանրապետության տարբերության միջեւ, մերը ճանաչված է եղել, իրենցը ճանաչված չի եղել, բայց իրենք այդ առումով օգտվելով առիթից ինչը որ ձեռք են բերում սովետական վերաբաժանումների, այս վարչական վերաբաժանումների արդյունքում ինչը որ իրենց օգուտ է, իրենք դրան կողմ են, ինչը իրենց վնաս է, իրենք ուղղակի ոնց որ ձեռ են առնում մեզ եւ այս պահին չպատասխանելը կամ իրենց ամեն մի ցանկությանը ընդառաջ գնալը միայն նպաստելու է մեր այլ ավելի աղետալի միգուցե արդեն վերջնական վիճակին, այստեղ քննարկելու շատ բան չկա։ Որպեսզի այդ ամեն ինչը հնարավոր դառնա, ես ենթադրում եմ, որ դուք այսպես ցեմենտ բետոնե հիմքի մասին եք մտածում, ասելով, որ պետք է պետությունը լիակատար վերահսկողություն հաստատի էներգետիկ, տրանսպորտային եւ կապի ռազմավարական օբյեկտների նկատմամբ, այսինքն դուք ըստ էության մենք կողմ ենք ինքնիշխանությանը, այդ ամեն ինչը կոչվում է ինքնիշխանություն։ Այդ ամեն ինչը կոչվում է ինքնիշխանություն։ Հիմա այդ ինքնիշխանությանը մեր խանգարող հանգամանքներից մեկն է, որ օրինակ մեր Ռուսաստան Դաշնությունը կառավարում է մեր հեռահաղորդակցության կապի այդ երկաթգծային այդ հատվածը, այնտեղ ֆրանսիական ընկերությունը, ասենք ջրամատակարարման հետ կապված ծառայությունները մատուցում եւ այլն։ Ձեր ասելով միանգամից մենք մի օրում պետք է բոլորին ասենք Ժորժ ջան, շնորհակալություն, հաջողություն, на выход։ Ոչ։ Իհարկե դա չի նշանակում, եթե դա պատկերացում է կազմ, որ մենք փակվելու ենք դառնանք, չգիտեմ, փակ համակարգ։ Ընտրողները պատկերացնեն փուլ առ փուլ Հայաստանը ձեռք է բերելու ինքնիշխանություն, միանգամից մեծ ցնցումների միջով մենք չենք անցնելու, հակառակ շատ այն որ ասում է հեզասա, շատ փաստարկված, շատ հիմնված, բայց այս ամեն ինչը ոչ թե հրաժարվելու ենք չստեղծելով դրա այլընտրանքը, այլ զուգահեռաբար այլընտրանքի ստեղծումը եւ կախվածության թուլացումը իրենք պետք է համընթաց լինեն։ Եթե մի կողմից լինի, այսինքն մենք քանդենք այն ինչը որ գոյություն ունի այսօր եւ չստեղծենք դրա այլընտրանքը, մենք ուղղակի դրա արդյունքում կքանդենք պետությունը։ Բայց մենք կողմ ենք պետության ստեղծման, այսինքն առանց ցնցումների մենք ունենանք իրական ինքնիշխանություն, իրական հիմնված կայուն խաղաղություն եւ իրական զարգացող, այսինքն հզոր զարգացող Հայաստան ունենանք իրական, ոչ թե ականջահաճո բառեր խոստանք, չգիտեմ, էս ենք սարքելու, թոշակներն ենք բարձրացնելու էս։ Այդ ամեն ինչը տեղի կունենա, տեսեք, դա այնքան են խոսք տվել էս մարդկանց ու իրականում եթե ուշադրություն դարձնեք, էս 36 տարի նմանատիպ խոստումներով է ձևավորվել եւ խորհրդարանը, եւ այդ նախագահական ընտրությունները եւ չեք կարող, ոչ ոք չի կարող նշել մեկ քաղաքական ուժի, ով իր խոստումները չկատարելու համար պատժվել է։ Այսինքն ընդամենը սուտ խոսալը ոնց որ մրցակցություն է, մեկը մի բան է ասում, մեկը դրա գերադրական մասն է ասում։ Մենք չենք մտնում այդ պրիմիտիվ մակերեսային քննարկումների մեջ, մենք քաղաքականությունն ենք առաջարկում, քաղաքական հավասարակշռություն ենք բերելու մեր տարածաշրջանին։
Եվ այսքան տարիներ պայքարելու արդյունքում մենք ապացուցել ենք, որ մեր քվեն վաստակված է իհարկե։ Ես ուզում եմ իմ հորդորը հղել մեր հայրենակիցներին, մոտակա ընտրություններին, ընտրեք 8-րդ համարի քվեաթերթիկին, ազգային ժողովրդավարական բևեռին եւ կունենաք ազգային պետություն։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ այսօր իմ զրույցակիցներ ազգային ժողովրդավարական բևեռ կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար Գևորգ Կարապետյանը։ Կհանդիպենք վաղը էլի նախընտրական պաշտոնական քարոզչության շրջանակում։ Հիշեցնեմ, ես Լևոն Սարդարյանն եմ։ Կհանդիպենք վաղը նույն ժամին, նույն վայրում։ Հաջողություն եւ համբերություն բոլորիս։ Ազգային ժողովրդավարական բևեռ, ուժ, որը չի հարմարվել հանգամանքներին եւ չի փոխել գույները ըստ քաղաքական հողմերի։ Մենք այն տեսակն ենք, որը թրծվել է դիմադրության մեջ եւ կոփվել հանուն Հայաստանի վաղվա օրվա։ Մենք անցել ենք բանտախցերի լռության ու փողոցների անկոտրում պայքարի միջով, բայց մնացել ենք նույնը, անփոփոխ ու աննահանջ։ Մեր նվիրումն ու հավատը հայրենիքի հանդեպ անսասան է մնացել անգամ ամենադաժան հարվածների տակ, որովհետև մենք չենք սակարկում այն, ինչը սուրբ է։ Մենք մտել ենք ընտրապայքարի մեջ հանուն քո արժանապատվության։ Մենք գալիս ենք կոտրելու պարտվողականության ու նվաստացման շղթան։ Մեր նպատակը ինքնիշխան պետությունն է։ Այնտեղ, որտեղ հայը սեփական տանտերն է, այլ ոչ թե օտարի կամակատարը։ Հունիսի 7-ին ընտրիր ոչ թե խոստումը, այլ կամքը, ընտրիր սկզբունքը, ընտրիր համառություն, ազգային ժողովրդավարական բևեռին, հավատ, հայրենիք, ինքնիշխանություն, ի գործ։